նախագահ Թրամփը գրառում է արել եւ ասում է, որ քանի որ Իրանի հետ չեն եկել համաձայնության, բանակցությունները ձախողվել են, իրենք որոշել են փակել Հորմուզի նեղուցը։ Ժամանակին, երբ ես ուսանող էի եւ ԱՄՆ-ի քաղաքական համալսարաններում էի սովորում, քաղաքականությունների համալսարաններում, մեզ այնտեղ սովորեցնում էին նաև խաղերի տեսություն եւ ասում էին, որ ԱՄՆ կառավարությունը կարևոր որոշումները կայացնում է այս գործիքը նաև կիրառելով։ Սա շատ կարևոր գործիք է, քանի որ կարողանում է քեզ օգնել ճիշտ որոշումներ կայացնել։ Հիմա Տրամփի որոշումներն եմ նայում, գրառումները, ինձ մոտ տպավորություն է, որ Սպիտակ տան բիսեդկում, հայերեն դրան զրուցարան են ասում, բայց բիսեդկա բառը ավելի է սազում։ Բիսեդկում նստած մի քանի հոգով տենց որոշում են ինչ անեն, որտեղ պատերազմ գնան, մեկ էլ Նատանյահուն հանդես զանգում, ասում է դե այսօր էլ արի ստեղ գնանք պատերազմ։ Մի խոսքով, հիմա այստեղ աբսուրդը նրանում է կայանում, որ այդ Հորմուզի նեղուցը Իրանը արդեն փակել է։ Այս մի քանի շաբաթ է դրա համար համաշխարհային նավթի գներն են բարձրացել, գազինն էլ, պարարտանյութերի, քանի որ գազով նաև պարարտանյութ են պատրաստում եւ սննդի գինն է շուտով բարձրանալու, Եվրոպան սեփական բավարար քանակի պարարտանյութ չունի։ Մի խոսքով խայտարակ վիճակ, Իրանն էլ ասել է, քանի որ ԱՄՆ-ը իմ հետ անարդար է վարվել, սրանից հետո ինչքան նավը տեղով անցավ, նախ վճար եմ գանձելու, հետո այն երկրները, որոնք մեզ ոչ բարեկամ են, դրանց չեմ թողելու, դրանց նավերը անցնեն այդտեղով։ Հիմա Տրամփը հայտարարում է, ասում է մենք էլ ենք փակում։ Այդ ենթադրվում է, որ փորձում են իբր հակազդել Իրանը, քանի որ վճար է սկսել գանձել, ասում է դե տես դու վճար ես գանձում դրանից։ Մինչև այդ սպառնում էին պատերազմով, հասկացել է երևի, որ պատերազմը վատ գործիք է, հիմա գցել բռնել են այդ բիսեդկում, որոշել են, որ արի մենք էլ փակենք, հետեւաբար էլ սրա գանձած վճարը հեչ կլինի։ Այսինքն այն պետությունները, որոնք վճարելու են Իրանին, որ իրենց նավը անցներ, էլ արդեն չեն էլ վճարի, որտեղ մեկը ամերիկացիք էլ են կողմից են փակել։ Մի խոսքով, սենց այս կոնֆլիկտը ոնց որ վերածվում է ավելի անհավանական սցենարներով, ոչ թե պատերազմի տեսքով, հիմա էլ տնտեսական զարգացումների ու տեսնենք հաջորդիվ ինչ կլինի։ Լավ երեկո բոլորիդ։